Ֆիլմը սկսվում է պատմողի խոսքով, որը նկարագրում է մի աշխարհ, որտեղ մարդիկ զարգացել են այնպես, որ ընդունակ չեն ստելու։ Այս հասարակությունում բոլորը, մուրացկաններից մինչև գործարարներ, նույնիսկ նախագահը, միշտ ճշմարտությունն են ասում։ Պատմողը ներկայացնում է Մարկ Բելիսոնին, մի անհաջողակ մարդու, որը պատրաստվում է փոխել աշխարհը, ասելով մարդկության պատմության մեջ առաջին սուտը։ Մարկին առաջին անգամ տեսնում ենք Աննա անունով մի գեղեցիկ կնոջ հետ ժամադրության գնալիս։ Կինը նրան անկեղծորեն ասում է, որ Մարկն ընդհատել է իրեն, երբ ինքը զբաղված էր, եւ իրեն ժամանակ է պետք պատրաստվելու համար։ Իրենց զրույցի ընթացքում Մարկը բացահայտ խոստովանում է, որ ֆինանսական խնդիրներ ունի, հնարավոր է շուտով կորցնի աշխատանքը եւ, չնայած 40 անց լինելուն, ոչ մի սեփականություն չունի։ Աննան էլ իր հերթին ասում է, որ նրան գրավիչ չի համարում։ Չնայած ամաչելուն, Մարկը դա հանգիստ է ընդունում, քանի որ սովոր է նման անկեղծության։ Ռեստորանում մատուցողն ավելացնում է Մարկի անհամապատասխանությունը, ասելով, որ Աննան իր քաշային կարգից չէ, եւ նույնիսկ նրան շփոթում է Մարկի դստեր հետ։ Աննան, նույնքան անկեղծ, Մարկին ասում է, որ ինքը լավ վարձատրվող աշխատանք ունի եւ կյանքում ամեն ինչ հրաշալի է։ Երբ մայրը զանգահարում է, Աննան նրան ասում է, որ Մարկը տգեղ է ու սնանկ, եւ ինքը մտադրություն չունի նրա հետ մտերմանալու։ Չնայած անհարմար երեկոյին, Մարկը շնորհակալություն է հայտնում Աննայից իր հետ ժամանակ անցկացնելու համար։ Հաջորդ օրը պատմությունը տեղափոխվում է Lecture Films ստուդիա, որտեղ Մարկն աշխատում է որպես սցենարիստ։ Երբ Մարկը ներս է մտնում, մի գործընկեր պատմություն է ներկայացնում Նապոլեոնի մասին։ Նրան թիմին ներկայացնում են որպես ընկերության ամենաանհաջողակ աշխատակիցներից մեկը, որին պատրաստվում են հեռացնել աշխատանքից։ Փորձելով պահպանել ինքնատիրապետումը, Մարկը քայլում է դեպի գրասենյակ, սակայն նրա գործընկեր Շելին ծաղրում է նրան անտաղանդ լինելու համար։ Րոպեներ անց նրա տնօրենը, Էնթոնին, հեռացնում է նրան աշխատանքի ջանտախտի մասին նրա վերջին անհրապույր սցենարի պատճառով։ Մարկի նվաստացման ավելանում է նաև Աննայի հաղորդագրությունը, որտեղ նա բացատրում է, որ թեև Մարկն իրեն դուր է գալիս որպես մարդ, ինքը երբեք չի կարող նրա հետ ամուսնանալ նրա արտաքինի, ֆինանսական խնդիրների եւ ցածր կարգավիճակի պատճառով, ինչն իրենց աշխատանքում դիտվում է որպես գենետիկական արատ։ Շելին ավելի է վատթարացնում վիճակը, հեգնանքով ասելով, որ հաղորդագրության լավագույն մասը նրա տգեղ արտաքինի մասին է։ Երբ Մարկը լքում է գրասենյակը, նրա գործընկեր Բրեդը ծաղրում է նրան, անվանելով ձախողակ, որը երբեք ոչնչի չի հասնի։ Հուսահատված Մարկն այցելում է մորը, Մարթա Բելիսոնին, տարեցների խնամքի կենտրոնում, որը հեգնականորեն անվանված է տխուր վայր հուսահատ ծերերի համար։ Նա պատմում է մորն աշխատանքը կորցնելու մասին եւ խոստովանում, որ ձախողումը կարծես իրենց ընտանեկան գիծն է։ Ավելի ուշ, նույն գիշերը, գալիս է տանտերը եւ պահանջում վարձը։ Երբ Մարկը բացատրում է իր իրավիճակը, տանտերը նրան ընդամենը 1 օր է տալիս տարածքն ազատելու համար։ Այլ ընտրություն չունենալով, Մարկը գնում է բանկ, հաշվեհամարին մնացած չնչին գումարը հանելու համար։ Համակարգը ժամանակավորապես չի աշխատում, ուստի գանձապահը հարցնում է նրան, թե որքան գումար ունի։ Մարկը ինքնաբերաբար պնդում է, թե ունի $800, թեև նրա իրական մնացորդն ընդամենը $300 է։ Րոպեներ անց համակարգը նորից միանում է, բացահայտելով ճշմարտությունը։ Սակայն ի զարմանս Մարկի, գանձապահը կարծում է, որ համակարգն է սխալ, եւ առանց վարանելու նրան է տալիս $800։ Առաջին անգամ ինչ-որ մեկը հավատում է անիրական մի բանի, եւ Մարկը հասկանում է, որ հենց նոր ասած աշխարհի առաջին սուտը։ Չափազանց ուրախացած, նա վճարում է տան վարձը եւ վերադառնում տուն, չհավատալով իր բացահայտմանը։ Ոգևորված, նա պատմում է ընկերներին սուտ խոսելու իր կարողության մասին, բայց նրանք չեն հասկանում, թե նա ինչ նկատի ունի։ Ստելու գաղափարը պարզապես գոյություն չունի նրանց մտքում։ Իր նորահայտ ունակությունը փորձարկելու համար Մարկը զրույցի ընթացքում շարունակ փոխում է իր անունը, եւ ընկերները յուրաքանչյուր տարբերակ ընդունում են որպես փաստ։ Հետաքրքրված հնարավորություններով Մարկը հարցնում է ընկերներին, թե ինչ կանեին, եթե կարողանային անել բացարձակապես ամեն ինչ։ Գրեգը կատակում է, որ կպարկեր մի կնոջ հետ։ Այս մտքից ոգեշնչված, Մարկը որոշում է նորից փորձել իր ուժը։ Նա փողոցում մոտենում է մի կնոջ, որն արամարում է իրեն, մինչև որ նա հանգիստ ասում է, թե աշխարհը կործանվելու է, եթե կինն անմիջապես չպարկի իր հետ։ Կինը, խուճապի մատնված եւ հավատալով ամեն մի բառին, Մարկին տանում է մոթելի սենյակ։ Երբ նրանք տեղ են հասնում, Մարկը խնդրում է աղջկան ներկայանալ, բայց նա հանկարծ խուճապի է մատնվում եւ գոռում, որ նրանք պետք է դա անեն անմիջապես աշխարհը փրկելու համար։ Զգալով անհարմարություն, Մարկը ձևացնում է, թե զանգահարում է ՆԱՍԱ, այնուհետև նա հանգիստ ասում է, որ ՆԱՍԱ-ն հենց նոր հաստատեց, որ աշխարհն անվտանգ է, եւ կարիք չկա, որ իրենք միասին պարկեն։ Դրանից հետո նա վերադառնում է ընկերների մոտ եւ հարցնում նրանց, թե աղջկա հետ լինելուց բացի, ինչ կանեին, եթե կարողանային աշխարհում անել բացարձակապես ամեն ինչ։ Նրանք դժվարանում են պատասխան գտնել եւ հարցը հետ են տալիս նրան։ Առանց վարանելու Մարկը պատասխանում է, որ կվերցներ աշխարհի ամբողջ գումարը։
Ավելի ուշ, այդ օրը, Մարկն ու Գրեգը գնում են մեքենայով շրջելու, թեև Գրեգը լիովին հարբած է։ Ոստիկանը կանգնեցնում է նրանց մեքենան եւ սկսում մեղադրել Գրեգին հարբած վիճակում մեքենա վարելու մեջ։ Բայց երբ Մարկը վստահորեն ասում է, որ իր ընկերը հարբած չէ, ոստիկանն անմիջապես հավատում է նրան, ներողություն խնդրում եւ բաց թողնում նրանց։ Դրանից հետո երկուսով գնում են կազինո, որտեղ Մարկը պնդում է, որ փորձի իր բախտը ռուլետկայում։ Նա խաղադրույք է կատարում 28 թվի վրա, սակայն անիվը կանգնում է 35-ի վրա։ Արագ կողմնորոշվելով Մարկը ցույց է տալիս ամբողջի թիկունքը եւ գոռում, որ բոլորը նայեն մի արտասովոր բանի։ Քանի դեռ բոլորը շրջում են գլուխները, նա լռելիայն տեղափոխում է իր խաղաքարը 35-ի վրա եւ հայտարարում իր հաղթանակի մասին։ Խաղավարը նրան հարցեր չի տալիս եւ հանձնում է մրցանակը։ Մարկը շարունակում է նույն հնարքն օգտագործել մի քանի անգամ, հաղթելով նորից ու նորից, եւ ի վերջո լքում է կազինոն գրպանները լի կանխիկ դրամով։ Ավելի ուշ, վերելակում, նա հանդիպում է իր ընկեր Ֆրենկին, որը լիովին կոտրված տեսք ունի։ Ֆրենկը խոստովանում է, որ պատրաստվում է վերջ տալ իր կյանքին։ Մարկը մի պահ մտածում է եւ մեղմորեն ասում նրան, որ նա կարիք չունի դա անելու։ Ֆրենկն անմիջապես հավատում է նրան, եւ երկուսով որոշում են այդ երեկոն միասին անցկացնել։ Մարկն սկսում է հասկանալ, որ իր այս տարօրինակ նոր ունակությունը կարող է իրականում ավելի լավը դարձնել մարդկանց կյանքը։ Մի գիշեր Մարկը զանգահարում է Աննային եւ նրան նոր ժամադրության հրավիրում։ Նա ասում է նրան, որ ինքը փոխվել է եւ ցանկանում է, որ Աննան ինքն իր աչքերով տեսնի դա։ Աննան համաձայնում է հանդիպել նրան վերջին անգամ։ Զանգից հետո Մարկը միացնում է հեռուստացույցը եւ դիտում դասախոսական ֆիլմերի մի ծրագիր, որտեղ հաղորդավարը գովաբանում է Բրեդի սցենարը։ Ոգեշնչված Մարկի մոտ հանկարծ մի միտք է հղանում, եւ նա սկսում է աշխատել մի պատմության վրա, օգտագործելով ստելու իր նոր տաղանդը։ Սցենարն ավարտելուց հետո նա թեյ է թափում էջերի վրա, որպեսզի այն հին եւ պատմական տեսք ունենա։ Հաջորդ օրը նա այցելում է դասախոսական ֆիլմերի ստուդիա եւ իր տնօրեն Էնթոնին ասում, որ անապատում թաղված մի սնդուկում հնագույն ձեռագիր է գտնել։ Պատմությունը խոսում է Բաբելոնում հսկայական տիեզերանավի կործանման մասին, ինչն անմիջապես գրավում է Էնթոնիի ուշադրությունը։ Նա բոլորին կանչում է լսելու, երբ Մարկն սկսում է բարձրաձայն կարդալ։ Մարկը պատմում է, որ երկիր մոլորակը 14-րդ դարում փրկվել է այլ մոլորակայինների կողմից։ Նա հավելում է, որ նրանց առաջնորդը ջնջել է բոլորի հիշողությունը, ճշմարտությունը թաքցնելու համար։ Այնուհետև նա կարդում է, որ 700 տարի անց կհայտնվի մի մեծ գրող Մարկ Բելիսոն անունով, այն բանից հետո, երբ նրան անարդարացիորեն աշխատանքից կհեռացնի իր տնօրեն Էնթոնին եւ կծաղրեն իր գործընկերներ Շելբին ու Բրեդը։ Սցենարն ավարտվում է նրանով, որ դասախոսական ֆիլմերը կստեղծեն մի լեգենդար ֆիլմ, որը Մարկին կդարձնի հարուստ եւ հայտնի։ Ամբողջ սենյակը պայթում է ծափահարություններից, հավատալով ամեն մի բառին, մինչդեռ Բրեդը կատաղած նայում է, չհավատալով իր աչքերին։ Տպավորված Էնթոնին հրամայում է Մարկին անմիջապես սկսել ֆիլմի աշխատանքները։ Հաջորդ երեկոյան Մարկն Աննային տանում է բարձրակարգ ռեստորան, ժամադրության։ Նա շնորհավորում է Մարկին իր նորահայտ հաջողության համար եւ հարցնում նրա ընտանիքի մասին։ Մարկն ասում է նրան, որ իր հայրը ալկոհոլիկ է, իսկ մայրն ապրում է տարեցների խնամքի կենտրոնում։ Նա հավելում է, որ նախատեսում է շուտով տեղափոխել նրան այնտեղից եւ նրա համար մի գեղեցիկ տուն գնել։ Ի վերջո Մարկը քաջություն է հավաքում հարցնելու Աննային, թե արդյոք նա կցանկանար իր կյանքն անցկացնել իր հետ, քանի որ ինքն արդեն հաջողակ է եւ ապահովված։ Թեև Աննան խոստովանում է, որ Մարկն իրեն դուր է գալիս, նա միևնույն է, մերժում է ասելով, որ չի ցանկանում, որ իր ապագա երեխաները ժառանգեն նրա արտաքինը։ Հուսահատված Մարկը լուր ումպ է անում իր ըմպելիքից, բայց մինչ նա կհասցներ պատասխանել, հնչում է նրա հեռախոսը։ Հիվանդանոցից է։ Մոր վիճակը վատացել է։ Նա անմիջապես շտապում է այնտեղ։ Հիվանդանոցում նրա մայրը Մարթան թույլ պառկած է մահճակալին եւ խոստովանում է, որ սարսափում է մահից, քանի որ կարծում է, թե դա պարզապես անվերջ խավար է։ Տեսնելով նրա վախը, Մարկը մեղմորեն ստում է, ասելով, որ մահից հետո նա կգնա մի խաղաղ վայր, լի իր սիրելիներով։ Կրկին երիտասարդ ու երջանիկ, նրա խոսքերից փոփված, Մարթան առաջին անգամ ժպտում է եւ խաղաղությամբ հեռանում կյանքից։ Բժիշկներն ու բուժքույրերը, որոնք պատահաբար լսել էին այդ ամենը, հուզվում են նրա խոսքերից եւ խնդրում նրան ավելի մանրամասն բացատրել, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Սակայն դեռևս զգալով Մարկը լռելիայն հեռանում է Աննայի հետ։ Հաջորդ առավոտյան երկուսն արթնանում են բազմոցին, հասկանալով, որ ամբողջ գիշերն անցկացրել են քնած, միմյանց ուսերին հենված։ Ավելի ուշ Մարկը մեքենայով գնում է տուն եւ տեսնում, որ իր տան դիմաց հսկայական ամբոխ է հավաքվել։ Շփոթված նա առաջ է անցնում մարդկանց միջով, երբ մի կին հանկարծ գոռում է նրա անունը։ Ամբոխն արագ շրջապատում է Մարկին, հեղեղելով նրան հարցերով, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Ինչ որ կերպ նրան հաջողվում է ներս մտնել տուն եւ միացնել հեռուստացույցը, որտեղ տեսնում է դրսի քաոսային տեսարանի ուղիղ եթերով լրատվական ռեպորտաժը։
Շուտով Աննան շտապում է նրա մոտ, պահանջելով իմանալ, թե նա ինչ է ասել իր մորը։ Մարկը բացատրում է ամեն ինչ, եւ ի զարմանս նրա, Աննան հավատում է նրան առանց վարանելու։ Նա պնդում է, որ Մարկը պետք է իր ուղերձը կիսի բոլորի հետ։ Երկմտած, բայց վճռական, Մարկը վերցնում է գրիչն ու թուղթը եւ սկսում գրել։ Ավարտելուց հետո նա դուրս է գալիս, դիմավորելու պատասխանների սպասող հսկայական ամբոխին։ Հանգիստ հեղինակությամբ նա բարձրաձայն կարդում է իր խոսքերը, հայտարարելով, որ երկնքում կա մի մարդ, որը գիտի ամեն ինչ։ Նա բացատրում է, որ այդ մարդը բարի մարդկանց մահից հետո պարգևատրում է գեղեցիկ առանձնատներով, անվերջ պաղպաղակով եւ իրենց սիրելիների հետ վերամիավորմամբ։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր իրենց կյանքում 3 անգամ վատ արարքներ են գործում, կուղարկվեն տառապանքներով լի վայր։ Երբ մարդիկ սկսում են մեղադրել երկնքի մարդուն իրենց կյանքի բոլոր տառապանքների համար, Մարկը խելացիորեն հիշեցնում է նրանց, որ նա նաև իրենց ապրած բոլոր լավ բաների պատճառն է։ Մի կին առաջ է գալիս, հարցնելով, թե ինչպես է Մարկն իմացել այս ճշմարտությունը։ Մարկը պարզապես ասում է, որ երկնքի մարդն է դա հայտնել իրեն, իսկ հետո լռելիայն վերադառնում է ներս, մինչ ամբողը պայթում է շփոթմունքից եւ հիացմունքից։ Հաջորդ առավոտյան յուրաքանչյուր թերթի գլխագիր բղավում է նրա պատմությունը։ ՆԱՍԱ-ն փնտրում է երկնքի մարդուն, աշխատանքի արտադրողականությունն ընկնում է, քանի որ մարդիկ երազում են երկնային առանձնատների մասին, եւ երկնքի մարդը պատասխանատու է ինչպես հրաշքների, այնպես էլ աղետների համար։ Մարկի խոսքերը ցնցել են աշխարհը։ Աշխատանքի վայրում Մարկն իր տնօրենին է ներկայացնում ժանտախտի մասին իր հին սցենարը։ Ֆիլմը հսկայական հաջողություն է ունենում, Մարկին դարձնելով հարուստ եւ հայտնի հայտնիություն։ Մի կեսօր նա Աննայի հետ նստած է այգում եւ ասում է նրան, որ նա իր հանդիպած ամենաբարի մարդն է։ Աննան ժպտում է եւ ասում, որ ինքը նույնպես հաճույք է ստանում նրա կողքին լինելուց։ Նրանք մոտենում են միմյանց, գրեթե համբուրվելով։ Բայց Աննան տատանվում է, պատկերացնելով տափակ քթերով թմբլիկ երեխաների։ Նա խոստովանում է, որ չնայած սիրում է նրան, չի կարող անտեսել կատարյալ գենետիկայի հանդեպ իր մոլուցքը։ Ավելի ուշ Աննան այցելում է Մարկի շքեղ առանձնատուն, նրան ծննդյան բացիկ տալու համար։ Նա ասում է Մարկին, որ ժամադրության է գնում Բրեդի հետ եւ նույնիսկ նշում է, որ նախատեսում է պարկել նրա հետ։ Անհանգստացած Մարկը մեղմորեն համոզում է նրան ոչինչ չանել մինչև ամուսնությունը։ Երբ նա բացում է ծննդյան բացիկը, ներսում գտնում է մի կտրոն, որը կատակով հրավիրում է իրեն գիշերն անցկացնել իր հետ։ Շիկնելով, Աննան արագ ասում է, որ դա դեմ է կանոններին, քանի որ իրենք ամուսնացած չեն։ Մինչդեռ Մարկը անհարմար կատակում է, որ ամոթ է նման նվերը վատնելը։ Հենց այդ պահին գալիս է Բրեդը, նրան ընթրիքի տանելու համար։ Իրենց ժամադրության ընթացքում Բրեդը մեծամտորեն խոսում է իր հաջողությունների մասին, շարունակական հարվածներ հասցնելով Մարկի արտաքինին։ Ավելի ուշ, նույն գիշերը, երբ Աննան դիտում է Մարկի հեռուստատեսային հարցազրույցներից մեկը, մայրը խլում է հեռակառավարման վահանակը եւ փոխում ալիքը, պնդելով, որ Մարկը երբեք ընկերոջից ավելին չի լինի։ Աննան պաշտպանում է նրան, ասելով, որ նա ստիպում է իրեն հատուկ զգալ։ Բայց մայրը հակադարձում է, որ Մարկը եղել է եւ միշտ կլինի ծախողակ, եւ այդպիսին կլինեն նաեւ նրա երեխաները։ Նա նույնիսկ զանգահարում է Բրեդին եւ ճնշում Աննային, որպեսզի փոխարենը կենտրոնանա նրա վրա։ Շաբաթներ են անցնում։ Մի օր Աննան հանկարծ հայտնվում է Մարկի տանը եւ նրան գտնում անխնամ վիճակում, երկար մազերով ու խիտ մորուքով։ Նա հանձնում է նրան ամուսնության հրավիրատոմս եւ մեղմորեն խնդրում ներկա գտնվել։ Մարկը խնդրում է նրան չամուսնանալ Բրեդի հետ, բայց Աննան բացատրում է, որ ժամանակը սպառվում է կատարյալ գենետիկական գործընկեր գտնելու եւ այն երեխաներն ունենալու համար, որոնց մասին ինքը միշտ երազել է։ Երբ գալիս է հարսանիքի օրը, Մարկն արթնանում է եւ տեսնում կոստյումով Գրեգին, որը նրան ածելի է առաջարկում։ Մարկը սափրվում է, հագնում պաշտոնական հագուստ եւ ուղևորվում արարողությանը։ Քահանան հարցնում է, թե արդյոք որևէ մեկը կարծում է, որ կարող է Աննային ավելի լավ գենետիկական համապատասխանություն առաջարկել։ Երբ լռությունը պատում է դահլիճը, Մարկը կանգնում է եւ քաջաբար հայտարարում, որ Աննան իր հետ ավելի երջանիկ կլինի։ Բրեդը արամարանքով փնթփնթում է եւ մարտահրավեր նետում Մարկին, հարցնելով, թե եթե դա ճիշտ է, ինչու է Աննան ամուսնանում մեկ ուրիշի հետ։ Նա ծաղրում է նրան, ասելով, որ երկնքի մարդուն հարցնի, թե որն է լավագույնը Աննայի համար։ Մարկը ուղիղ նայում է Աննային եւ մեղմորեն ասում, որ նա արդեն գիտի, թե ինչն է լավագույնն իր համար։ Երբ նա պատրաստվում է հեռանալ, Աննան կանգնեցնում է նրան, հորդորելով երկնքի մարդուց առաջնորդություն խնդրել։ Մարկը վերջապես շրջվում է դեպի նրան եւ խոստովանում ճշմարտությունը։ Երկնքում ոչ մի մարդ չկա։ Նա խոստովանում է, որ այդ ամենը հորինել է իր մորը կյանքի վերջին րոպեներին սփոփելու համար։ Աննան, ապշած, հարցնում է, թե ինչու նա չստեց իր սիրտը շահելու համար։ Մարկը պատասխանում է, որ ստի վրա հիմնված սերը երբեք ոչ մի արժեք չի ունենա։ Հասկանալով նրա անկեղծության խորությունը, Աննան ժպտում է արցունքների միջից եւ ասում, որ ինքն ուզում է այդ տափակ քթերով թմբլիկ փոքրիկ երեխաներին։
Ի վերջո Մարկի դեմքը լուսավորվում է, երբ նա հասկանում է, որ Աննան վերջապես ընտրել է իրեն։ Վերջին տեսարանում Մարկն ու Աննան միասին նստած են նախաճաշի սեղանի շուրջ, ժպտալով, մինչ նրանց թմբլիկ փոքրիկ որդին ուտում է նրանց կողքին, իսկ Աննան, որն այժմ հղի է իրենց երկրորդ երեխայով, սիրով նայում է սեղանի մյուս կողմից։ Եթե ապրեիք մի աշխարհում, որտեղ բոլորը միայն ճշմարտությունն են ասում, եւ դուք լինեիք միակը, ով կարող է ստել, որը կլիներ ձեր առաջին սուտը։ Գրեք ամենախենթ տարբերակները մեկնաբանություններում։ Հավանեք եւ բաժանորդագրվեք նմանատիպ այլ ամփոփումների համար։